Ով ունի այստեղ հավատք։ Մի վախեցեք, լավ բարձրացեք։ Տերը հետևյալը ասեց. Եթե մանանեխի չափ հավատք ունենաք, ով ունի հավատք։ Եթե մանանեխի չափ հավատք ունենաք եւ ասեք այս սարին պոկվիր եւ ընկիր ծովը, պետք է լինի ձեզ։ Հիմա եմ հարցնում, ով ունի հավատք։ Հալալա ձեզ, հալալա։ Հիսուս ուզում էր ասել հետևյալը. առաքյալներ, դուք չունեք հավատք։ Ես ուզում եմ հավատքի մի այլ տեսանկյունից նայել սերներ։ Հավատ ոչ թե ուղղակիորեն հավատալ, ինչպես գրված է, դուք հավատում եք, որ Աստված մեկ է, ասում է սատանան էլ հավատում է եւ վախենում էսպես, սարսափում, բայց երբեք նրա կամքը չի անում։ Ինչ ասել է հավատք ունենալ։ Ես հավատքի մի այլ տեսանկյունի մասին եմ ուզում այսօր խոսեմ, սերներ, որ շատ հաճախ գալիս է մեր կյանքի մեջ եւ մենք փաստի առաջ ենք կանգնում, արդյոք ունենք հավատք, թե ոչ։ Որովհետեւ սովորական, երբ որ նստած ենք, մեզ ինչ որ բանի համար տենց հատուկ հավատք պետք չէ։ Հավատքը պետք է այն ժամանակ, երբ որ կա անհավատություն։ Այսպես չէ։ Երբ որ կա խնդիրներ, դժվարություններ, խնդիրներ, հստակ պատասխան, այստեղ պետք է քեզ հավատք։ Հավատքի մասին խոսել եւ չխոսել Աբրահամի մասին, ասում մեղ կգործենք։ Աբրահամը սերներ ուներ խոստում, որ պետք է որդի ունենա։ Երկար ժամանակ է չունեին եւ խոստումը սա էր, որ քեզ ինչ եմ անելու։ Ծովի ավազից էլ շատ եմ անելու քո սերունդը։ Խոստում կար, նայեց երկնքին, աստղերին նայեց, ինչքան շատ են, եւ Տերը ասեց, որ սրանց պես եմ անելու։ Եվ Աբրահամ ինչ արեց։ Հավատաց դիլներ։ Գրված է հավատաց, մի վախեցեք, ասեք հավատաց։ Այո, հավատաց։ Բայց հիմա եկավ են, որ ասում է գործնական, փորձնական պահը, որ պետք է իր հավատքը դրսևորեր, չկար այդ հավատքը սերներ։ Ես չեմ խոսում Իսմայելի ծնունդի մասին, որովհետև Իսմայելը արդեն ծնվել էր, բայց Տեր ասել էր, որ ոչ, Իսմայելով չէ։ Իսմայելով չէ։ Սարայից լինող զավակովդ պիտի օրհնվի։ Տերես ինչ ես ասում, ախար Սարան արդեն 90 տարեկան, ես 100 տարեկան, ախար լավ էլի։ Հա? Գիտեք, Աստված շատ հաճախ ուզում է մեր կյանքի մեջ մեր հնարավորությունները, մեր մտքերը, մեր հավատք ասածը դառնա 0 սերներ։ Եվ հենց այդ ժամանակ Աստված իր հավատքը դնում է մեր մեջ։ Եվ մենք Աբրահամի նման սկսում ենք, այն որ ասում են, կյանք ապրել։ Աբրահամը հավատաց Տիրոջը եւ ծնվեց ով Իսահակը։ Մեծ ուրախություն, մեծ խնջույք, այսպես, մեծ ցնծություն սերներ։ Ինչ տեղ ունեցավ։ Գրված է Իսահակը, երբ որ կաթիցը կտրվում էր, Աբրահամը մեծ խնջույք արեց։ Մեծ խնջույք, որովհետև արդեն կարծես նոր այսպես ընթացքի մեջ է մտնում իր որդին, կաթից կտրվել է, չգիտեմ քանի տարեկան էր կաթից կտրված վիճակը իր, հաշվի առնելով, որ հնում մի քիչ ուշ էին կաթից կտրվում, ինչ որ մի հասակ ուներ Իսահակը, բայց Աբրահամի համար սերներ, դա մեծ ուրախություն եւ ցնծություն էր, որ իր որդին, երկար սպասված որդին կաթից կտրվել է։ Եվ մեծ խնջույք արեց։ Մեր երկնավոր հայրն էլ այդպես, գիտեք, երբ որ դու կաթից կտրվում ես, ինքնուրույն ես արդեն դառնում, քո համար շատ է ուրախանում։ Ասա ամեն։ Եվ հիմա
կաթից կտրված, վերջ-վերջո արդեն ինչ-որ տարիք անցած, Աբրամին սպասվում էր մի նոր փորձություն։ Աբրամին սպասվում էր մի փորձություն, որ երբ որ նորից, այսպես ասում են, կարդում էի, ընթերցում էի, մտածում էի, ուղղակիորեն ապշում էի Աբրահամի վրայով սերս։ Մարդ ինչպիսին պիտի լինի, որ կարողանա այս արարքը անի։ Բայց հետևյալն է գրված։ Ծննդոց 22 գլուխ առաջին համարից։ Եվ եղավ, որ այս բանից հետո Աստված փորձեց Աբրամին եւ ասեց նրան. Աբրահամ, եւ նա ասեց. ահա ես։ Հասկանում եք, չէ՞, զրույցը ռեալ էր։ Այնպես չէր, որ մի հատ միտ լսեց կամ չգիտեմ ինչ արեց։ Ուղղակիորեն զրույց կար, հստակ զրույց, եւ Աբրահամը հաստատ ճանաչում էր արդեն Տիրոջ ձայնը, որտեվ մի քանի անգամներ ունեցել էր, մեծ փորձություններով անցել էր, Իսահակը վերջիվերջո ծնվել էր, դրանից առաջ Իսմայելն էր ծնվել, ելի Աստված խոսացել էր նրա հետ, եւ հիմա Աբրահամը հստակ զանազանում է Տիրոջ ձայնը։ Այնպես չէր, որ հա տենաս Տերն է թե չէ, հստակ։ Եվ Աբրահամը ասեց նրան. ահա ես, եւ նա ասեց. արք քո սիրած մեկ հատիկ որդիդ Իսահակը շեշտելով, եւ Մորիայի երկիրը գնա, եւ այնտեղ նրան ողջակեզ արա այն սարից մեկի վրա, որ ես քեզ կասեմ։ Հստակ է, չէ՞։ Տերը հստակ խոսեց նրա հետ։ Եվ ինչա գրված շարունակությունում։ Եվ Աբրահամն առավոտ անցկանուխ վեր կացավ, իր էշը համբը դրավ եւ վրան եւ վեր առավ իր հետ երկու ծառաների եւ իր որդի Իսահակը եւ ողջակեզի փայտը եւ վերջը։ Ուզում եմ հարց տամ, ինչ որ վիճաբանություն, ինչ որ կասկածանք, ինչ որ բան տեսնում եք այստեղ, թե չէ։ Հստակ Տերը խոսեց Աբրամի հետ, Աբրամը լսեց Տիրոջը եւ առավոտանց վեր կացավ, վերջիվերջո այդ էշը վեկալեց, սարաներին վեկալեց, փայտ վեկալեց, կրակ վեկալեց եւ Իսահակ որդուն վեկալեց եւ շարունակությունում գրած է, որ 3 օրվա ճանապարհ գնացին, մինչեւ հասան այնտեղը, որտեղ Աստված հստակ ցույց տվեց, որ պետք է մատուցի այդ զոհը։ Գիտեք, շատ մարդիկ, շատ հավատացյալներ մտածում են, որ Աբրահամը, այն որ ասում են, հենց եղավ այս պահը, տվայտվեց, կոտորեց իրան, չգիտեմ, մտածում են, ոնց կլինի սա։ Հստակ է գրած, սերներ, ոչ մի անգամ զրույց չունեցավ Տիրոջ հետ։ Ես ուզում եմ դուք այս մարդու հավատքը ուղղակիորեն տեսնեք։ Գրված է, փորձում էր Աստված։ Հենց տենց էլ գրված է, սերներ։ Նրա հավատքն էր փորձում։ Եվ Աբրահամը, սերներ, ուներ հենց այդ պահից հավատք։ Ոչ թե 3 օրվա ճանապարհը գնաց, նոր հավատ ձևավորվեց իր մեջ, որ ինքը կարողանա իր որդին զոհի, այլ նրա մեջ արդեն կար հավատք, սերներ։ Մի առակ Տիրոջ վերեմ, որ որոշակի պատկերացում ունենանք, թե ինչ է անում հավատքը ընդհանրապես։ Անառակ որդու առակը բոլորդ գիտեք։ Տերը երբ որ բացում էր անառակ որդու առակը, հետևյալն ասում, որ մի մարդ 2 որդի ուներ, վերջը, եւ որոշեց իր ժառանգությունը երկուսին տալ, իր բաժինները տալ, վերջիվերջո այս փոքր որդին վերցրեց եւ գնաց մի երկիր, որտեղ անառակ կյանքով ապրեց եւ բատնեց ողջունեցվածքը եւ ուզում էր վերջիվերջո գնար սոված էր, ուզում էր գնար մեկի մոտ այդպես խոզեր էր պահում եւ ուզում էր այդ եղջյուրներով սնվեր, ասում է այդ էլ չէին տալիս։ Եվ ինչ տեղի ունեցավ, սերներ։ Գրված է, որ այս որդին ինքը իրեն գալով ասեց. Քանի վարձկաններ ունի իմ հայրը հացով լցված եւ ես այստեղ սոված կորչում եմ։ Վեր կենամ գնամ իմ հորս ասեմ, հայր, մեղաչեցի երկնքի դեմ քո առաջին, այլևս արժան չեմ քո որդին կոչվելու, ինձ քո ծառաներից մեկի պես արա։ Ասեց այսքանը, մտածեց այսքանը, բայց հարց եմ տալիս։ Եթե չգնար
Եթե քայլ չաներ այս անառակ որդին, ինքը ինչ եք մտածում, փրկություն ուներ, թե չէ։ Բայց ինչը ստիպեց, որ ինքը քայլ կատարի սերներ։ Հավատը հոր նկատմամբ։ Սերներ, եթե մենք հավատք չունենանք, մենք չենք կարող քայլ կատարել։ Եվ այս որդին ինքը ուներ հավատք։ Եվ այդ հավատքը նրան օգնեց հոր նկատմամբ, անգամ եթե էլ չընդունի, որտեղ այնքան էր ճանաչում իր հորը, անգամ եթե էր դնում, բայց գոնե ծառաներից մեկի պես կընդունի, որտեղ այդքան բարի էր տեսնում իր հորը։ Եվ վեր կացավ, գնաց, իհարկե այդ պատմությունը արդեն հայտնի է շատերիս, թե ինչ տեղի ունեցավ։ Աբրահամը սերներ, եթե չունենար հենց այդ պահին հավատք, ուշադրություն ենք դարձնում, ոչ թե ճանապարհին տվայտվելով մտածում էր, ասում եմ, յարա ոնց կլինի, չէ, Աբրահամը արդեն այդ պահից ուներ հավատք։ Եվ վեր կացավ, գնաց, չէ, վերցրեց այդ բոլոր պարագաները, հասան մի տեղ, որտեղ Տերը ասել էր, եւ իր ծառաներին ասեց, դուք այստեղ սպասեք, մենք գնանք, ուշադրություն եք դարձնում, զոհը անենք եւ ետ դառնանք։ Սա Աբրահամի խոսքերն են սերներ։ Չէր ասում գնանք եւ ետ դառնամ։ Գնանք եւ ետ դառնանք։ Գիտեք ինչու? Որտեւ Աբրահամը ուներ խոստում։ Խոստումը սա էր ասում, որ այս որդովը, Իսահակովը կորտնվեն բոլոր ազգերը։ Ինքը հավատում էր մեկ խոստմանը, բայց Տերը մի ուրիշ բան ասում իրան։ Սերներ, մեր կյանքի մեջ գալիս է ինչ-որ պարագաներ, երբ որ մենք ընտրության առաջ ենք։ Ինչ պիտի անենք մենք։ Աստված թույլ է տալիս փորձություններ մեր կյանքի մեջ, Աստված դնում է կարծես մի պարագաների մեջ, որ մեր սրտի միջինը իմանա։